Ես մի քանի թուրքական պաշտոնական հաղորդագրություններ եմ պատրաստել այսօր ձեզ համար, որոնցից մեկը ասում է. Թուրքիան մտադիր է առաջիկա 6 ամիսների ընթացքում բացել Հայաստանի հետ սահմանը։ Հիմա փորձենք այս հայտարարությունների տողատակը հասկանալ։ Հետաքրքիր է, ինչ հաշվարկ կա այդ ժամկետի տակ, երբ ասում է պաշտոնական Ստամբուլը, Անկարան։ Եթե նկատի ունենանք այս թեմայով նախորդ ելույթները, ուրեմն պիտի համոզվենք, որ առաջիկա 6 ամսվա ընթացքին արդեն խաղաղության պայմանագիր պիտի կնքվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Որովհետեւ թուրքական կողմը վաղուց այս խնդիրը գաբած էր Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքման հետ։ Եթե չլինի այդ պայմանագիրը, ոչ մի սահմանի մասին խոսք լինել չի կարող։ Ըստ իրենց ելույթներուն այս առումով նախագահ Էրդողանն անցյալին ելույթ ունեցած էր, ուրիշ պաշտոնակատարներալ, պաշտոնական անձինք ասած էին, որ մինչև որ խաղաղության պայմանագիր չկնքվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, Թուրքիա-Հայաստան հարաբերությունները դժվար թե քննականon ընթացք ստանան։ Մենք հիմա սաբահուն ամեն ինչ վերակրեցինք սահմանի բացման, բայց նույնքան միգուցե ավելի կարևոր է երկու երկրներու միջև դիվանագիտական հարաբերության հաստատումը, ինչ որում մասին մինչև այսօր խոսք չկա դակավին։ Թուրքիայի պաշտպանության նախարարն է Բագրատ ասում, բարձր է գնահատում Վաշինգտոնում ստորագրած համաձայնությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև եւ հույս հայտնում, որ Երևանն ու Բաքուն շուտով կստորագրեն խաղաղության պայմանագիրը։ Բոլոր թուրքական կողմերը բարձր կգնահատեն բնականաբար այդ պայմանագիրը, որովհետեւ անցյալին ինչ որ գաղաղագեին Զանգեզուրի միջանցք ըսելով, ոտքերին քեդին գզարնեին Զանգեզուրի միջանցք ըսելով, հիմա Թրամփի ուղի անունով արդեն ստացան։ Հետո իրենք բարձր գնահատելու իրավունք ունին շփախտաբար։ Այսինքն այս հայտարարությունները ուղղված են Երևանին թե Բաքվին։ Այս հայտարարությունները միգուցե չեմ կարծել թե Բաքվին ուղղված են, Բաքվին էլ ավելի փակ թռներու յետին գխոսին, ոչ թե հրաբարակավ, այդտեղ նախագահներու մագարտակով իրենք արդեն որոշ երկխոսություն ունին, բացառված չէ որ երկու արտգործ նախարարություններն արդեն իրարու հետ շփման մեջ են, հետո միգուցե ներքին լսարանին ընդհանրապես ոչ թե Հայաստանին, այլ Թուրքիա ներքին լսարանին ուղղված հայտարարություններ են, որովհետև հետսեդը ավելի աչք ձագող հագասություն մգա։ Ադրբեջանը ընթացք ու դա պերնադարներուն գետրոնական ասիային տեպի Հայաստան մուտքին պերնափոխադրության, իսկ Թուրքիան դակավին սահմանը փակ կվա է։ Հետո ներքին լսարանեն հնչող միգուցե եթե հարցումներ կան, ավելի շատ անոնց ուղղյալ է այս հայտարարությունները կգործեմ։ Թուրքիայի տրանսպորտի նախարարն էլ ասում է, Զանգեզուրի միջանցքի շինարարությունը կավարտվի 2030 թվականին։ Ենթադրում եմ խոսքը Թրամփի ուղու մասին է։ Անշուշտ որ այլևս այդ Զանգեզուրի միջանցքը թուրքական կողմի դակավին այդպես գհիշվի, բայց մենք ադիկա ոգեգոճեցինք կամ անվանեցինք Թրամփի ուղի TRIP անունը տրինգադոր International Transport Jump-ը Թրամփի անունով եւ մեզի կարծես այս լուծումը ավելի հեշտ եկավ։ Բայց էականը ինչ փոխվեցավ ինձ համար շատ հայտնի չէ։ Հայտնի չէ ինչ փոխվեցավ Թրամփի ուղին եւ Զանգեզուրի միջանցքը ինչով են տարբերվում միմյանցից։ Ճիշտ է այդպես, այո։ Տարբերությունը չի որովհետեւ գուզեին սայթակ անցք ունենալ եւ հիմա այդ անսայթակ անցքը պիտի ունենան։ Նույնիսկ նվաստացնող ելույթներ ունեցած էին։ Ալիևը հայտարարած էր, որ ովևէ հայ պաշտոնյայի երեսը տեսնալու հանդուրժողություն չունենք այդ ջամփու վրա։ Եվ հիմա գերեւի թե ամերիկացի պաշտոնակատարներ որ տեսնեն իրենց համար հաջելի պիտի լա։
Իդեպ Էրդողանը հրավեր է ստացել պաշտոնական Երևանից, մասնակցել համաժողովի Երևանյան եվրոպական։ Դեռ պատասխանը չկա Էրդողանից։ Ալիևը հրաժարվել է մասնակցել։ Ալիևը հրաժարվել է, ուրեմն Էրդողանի մասնակցությունն գախյալ է Ալիևի թույլտվությունն։ Օ։ Եթե Ալիևը գրնասերտալ, ինձ ամարանբադերություն չկա, ասա Էրդողանը գերտա։ Ահա։ Եթե սա մեզի համար ծերնդու չէ, Էրդողանը շանս չունի երտալու։ Իր գամքը բարդատրելու շանսը վաղուց կորսնցած է արդակին հարաբերություններու մեջ։ Այսինքն Անկարան այդ աստիճանի կախում ունի Բաքվից, հա։ Այո, իմ համոզումը այդպես է։ Բաքուն այլևս մեծ եղբոր թերագադարության մեջ է այս հարաբերություններու մեջ։ Շնորհիվ իր ներդրումներուն, շնորհիվ սոկարին։ Հա։ Հասկանալի է։ Արգելի Բակրատ, Հռոմի Պապի այցելությունը հայկական եկեղեցի հայտնի է ում նախաձեռնություններ։ Հռոմի Պապի նախ եւ առաջ Թուրքիա այցելությունը քունած դիեզերական բادرարկարանի նախաձեռնություններ։ Դիեզերական բادرարկներ, որ հրավեր ուղղած էր նույնիսկ նախորդ Պապին, Ֆրանկիսկոս Պապին։ Ըսելով որ 2025-ի նոյեմբերին մենք նշելու ենք Նիկիո դիեզերական ժողովի 1700-ամյակը եւ հրամեցեք միասին հիշադակենք։ Այն ադեն թրական պատասխանը հասած էր, բայց Ֆրանկիսկոս Պապի կյանքը չհերիկեց այս նյութով եւ անոր հաջորդեց Լևոն 14-րդ Պապը եւ անալ ընթացք տվավ այդ հրավերին եւ եկավ Թուրքիա։ Ուրեմն գլխավոր նախաձեռնողը դիեզերական բادرարկներ, բայց հայոց բادرարկարանը այս երկրի մեջ մեծագույն քրիստոնյա համայնքի ներկայացուցիչն է։ Հայերը այս բան երկրի թիվով ամենամեծ փոքրամասնությունը ներկայացնեն։ Հետո անհրաժեշտ էր, որ անպայման այցելեր հայոց բادرարկարան, ինչպես նաև այցելեց ասորոց եկեղեցին։ Ասորիները նոր եկեղեցի մգարուցած էին, այդ եկեղեցին այցելեց, կաթողիկե համայնքի եկեղեցին այցելեց Սենտ-Էսպրի ֆրանսական, այցելեց ֆրանսական ձերանոցը եւ համերկաթահլիջի մեջալ բادرակ մադույց համայն քրիստոնյաներու մոտավորապես 5000 հոգի մեկտեղվեցան այդտեղ աննախադեպ միջոցառում մներ մինչև այսօր եկեղեցիները դուրս կրոնական արարողությունը սովորական երևույթ չէ Թուրքիո մեջ կամ Բոսո մեջ այս մեկը համերկասրահը որ հadouk փեմահարտարում ունեցավ խաչով օժդվեցավ եւ այլն ցևոմը եկեղեցիի խորանի դպավորությունը ստեղծվեցավ այդտեղ եւ մեծ մասնակցությունով այդպիսի հոգեվոր քիշեր ապրվեցավ։ Թուրքական կողմից խանդի զգացում չնկատվեց։ Ոչ թե խանդի, բայց ընդառաջ ծայրահեղ աչագողմյան շրջանակները բավականին գասկածներ ստեղծեցին այս ուղղությամբ, թե բաբը ինչու համար եկավ փուն նվադակը արդյոք ինչ է այս այցելության յետին թաքուն ինչ նվադակներ կան այս առումով ահագին աղմուկ բարձրացավ։ Մանավանդ հայերի հասցեին հնչած հայտարարություն։ Ոչ թե հայերի հասցեին, այլ առհասարակ բաբին ուղղված հարցականները իր ասոնք։ Որովհետև Թուրքիո մեջ շատ կսիրեն Թուրքիո բոլոր ցախողությունները արդակին թերագադարներու կորձողության վերակրել, ամեն ինչ գտեսնեն թուրսեն թիդված, թուրսեն սարկված սատրանքներ լալով, այդպիսի մդայնությունը շատ աշխուժ է Թուրքիո մեջ, հետապար աչագողմյան շրջանակներն ինչ որ իրենց վայելը այդ է արդեն, այդպես կվայել է, այդ արիթը պատշտողություն։ Բակրատ, իսկ Հայաստանի ներսում իշխանություն եկեղեցի դիմակայությանը հետևում եք, ինչ տպավորություն է։ Անշուշտ որ հետևում ենք, այդտեղ ճիշտ ասած
Մենք որպես հասարակություն գխոսիմ կամ անձնական կարծիքով ասեմ թե մենք պիտի դժվարանանք Կաթողիկոսը պաշտպանելու նկատի ունենալով ոչ թե իրեն զավակ ունի, չունի բարեկամուհի ունի, չունի այդ նյութերեն անգախ օլիգարխ համագարկի հետ ունեցած սերտ հարաբերությունը օֆշորային հաշիվներու մասին առաջ բերված բնդումները մեզ համար արդեն բավականին մտահոգիչ էին նույնիսկ այս վերջին ճակատումի փրկումենալ առաջ։ Հիշենք, որ Թավշյա հեղափոխության անմիջապես հաջորդած էր Կաթողիկոսը հրաժարելու հրավիրող շարժումը, բայց այդ շարժումը կարճ ժամանակի ընթացքին խաղաղեցավ, ասենք, այդ ցայները անլսելի դարձան, բայց այս վերջին արձագանքումներուն անշուշտ մենք լրջորեն կհետևենք եւ մտահոգությամբ կհետևենք, որովհետեւ խնդիրը կներկայացվի կառավարություն եկեղեցի արձագանքումը լալով, բայց կտեսնենք, որ կամ կզգանք, որ խնդիրը այդպեսին չէ, եկեղեցի որոշ շրջանակի մահանտեփ է, բայց ցավի սիրտ Սպիրկի մեջ հոգևոր գետրոններ զորակցություն հայտնեցին Կաթողիկոսին, այդ զորակցությունը միգուցե եկեղեցվո միասնության եւ անսասանության բادرվագով ներկայացուցին, բայց կտեսնենք, որ ամեն ինչ այդքան թյուրին պիտի չլա։ Այդքան թյուրին պիտի չլա, Կաթողիկոսը պիտի դժվարանա իր քախը բահելու երարիտը ամեն ինչ քիչ ավելի համերաշխությամբ տեղի ունենար։ Էրդողանի ճակատագիրը մեզ պետք է հետաքրքրի քաղաքական Բակրատ։ Մենք մի արետով, հա, Էրդողանի ճակատագիրը եթե խոսենք քանի մվարգածներու մասին նախ նկատի ունենանք 2028-ին թվարկված ընտրությունները, բայց շատ մեծ համոզում կա, որ արդեն նախքան այդ թվականը ընտրությունը անխուսափելի պիտի դառնա, եւ Էրդողանը հանգարձակի ընտրության թվականը պիտի ճիշտ է, այն բաղուն երբ համոզվի, որ ինք պիտի կրնա նվաճել դարձյալ այդ աթորը, բայց այս հավանականությունը օրստորեն կնվազի, որովհետեւ շատեր հանրային գարձիկը շոշափելով կհրաբարագեն նվազագույն 6-7 միավորով դարբերությունը ի նպաստ ինտիմատիր գուսակցության։ Միշտ կողմը վարգածներ կա Էրդողանի առողջության մասին, այս առումով ահագին փամփասանքներ, ըսավներ կան։ Մենք էկրանի վրա կտեսնենք, որ Էրդողանը հետսեդե հոգնած է, այդ մենք կտեսնենք, բայց իր կյանքին սպառնացող իր առողջությունը վտանգավոր դարձնող ընթացքը գա, թե չգա, այդ մասին հստակ գաղափարը չունենք, ինչ որ գխոսվի ամենը փամփասանքի սահմանին մեջն են, եւ այսօր վնե այս անկախնիկ չէ, թե նաեւ մանավանդ իշխանական գուսակցության շրջանակներում մեջ կխոսվի, թե ով պիտի հաջորդե Էրդողանին։ Այդ նույնալ օրագարկի վրա է։ Մեկ կողմեն գհիշվի իր որդվույն անունը, Բիլալի անունը, մեկ կողմեն գհիշվի իր Փեսային անունը, եւ գուսակցության մեջ կարգ շրջանակներ, նույնիսկ այսօրվա արտաքին գործոց նախարար Հական Ֆիդանի անուննալ գհիշվի այդ առումով, իբրև Էրդողանի հաջորդող, բայց ասոնքալ բոլորնալ վարգածներ են կամ գարձիկներ են։ Մեզ ինձ վստահ եմ ձեզ էլ հետաքրքրում է, թե այդ փոփոխությունները արտաքին օրակարգի վրա ինչ ազդեցություն կունենան։ Բաքու-Անկարա հարաբերությունները ինչ փոփոխություն կկրեն, Երևանի հետ ինչ հարաբերություններ կձևավորվեն այդ փոփոխությունները։ Այդ տեսակի փոփոխությունը միգուցե ավելի լավ ենթահողմը կպատրաստե Թուրքիա Եվրոմիություն հարաբերություններու մեջ, որովհետև այն պատճառները, որ Էրդողանը հերու բահեցին, ինտիմատիրները այդ բոլորը հաղթահարելու խոստումի մեջ են։ Կալով
Հայաստան-Թուրքիա կամ Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններուն այդ առումով ես մենց ակնկալություններ չունիմ, որ մեծ փոփոխություններ գլա։ Ընդհակառակը այդ մեկը կմնա իբրև pedagogan քաղաքականություն եւ նույնիսկ այսօրվա գլխավոր ինտիմատիվ գուսակցությունը ժողովրդահանրապետականները իշխանության կան նորեն այդ ուղղությունով լուրջ փոփոխություններ չեմ ակնկալել։ Անձից կախված չէ, ով կլինի Թուրքիայի կառավարության։ Ոչ, այո։ Այստեղ քաղաքապարախոսական առումով միայն քրդամետ գուսակցությունը, եթե իշխանություն նվաճե, որ հավանական չերևի, միայն այն ադեմ մենք կրնանք խոսիլ Հայաստան-Թուրքիա հարաբերություններու սերդացման, մդերմացման, մերձեցման մասին։ Շինարարական մոդեցումի մասին, գառուցողական մոդեցումի մասին այն ադեն կրնանք խոսիլ, որովհետև իրենք իբրև քաղաքապարախոսություն մոդ են այդ բանին։ Բայց այսօր ոչ իշխանությունը, ոչ գլխավոր ինտիմատիվ գուսակցությունը այդ քիծին վրա չեն։ Անոնց հասարակած եզրը հայատյացությունն է միգուցե։ Թուրքիայի իշխանության ձևավորման վրա որ կենտրոնը ունի ազդեցություն, եթե կա այդպիսին։ Ենթադրում եմ պիտի ասեք Վաշինգտոնը, եթե ուզենա։ Միգուցե դերևս քանի թերագադարներու մասին խոսիլ կարելի է, որովհետև Թուրքիան բոլորին այդ որոշ հավասարակշռություններ բահելով գվարե իր ռազմավարությունը։ Եթե Վաշինգտոնի հետ մոդ է, չուզեր Ռուսաստանի հետ հեռու մնալ։ Հետևաբար գործե բոլորին հետ որոշ չափով լեզու բահել, լեզու գտնել, խոսելու առիթ ունենալ։ Չուզեր այդ կողմերեն մեկը գործընծնել։ Ներառյալ Չինաստանի հետ անգամ։ Բայց այս պահուն հասարակությունն այդ ուղղությունով պատրաստեցին հատկապես Գազայի խնդրին առումով Իսրայելի դեմ հակադրվածություն մգա թե իշխանության, թե ինտիմատիվներու շարքին մեջ, բայց այդ որքան ցեվական է, որքան իրական է, վիճելի երևույթ է, որովհետև դակավին Ադրբեջանի նավթը Թուրքիայի ճամփով կխասնի Թել Ավիվ։